Ողջույն բոլորին, այս տեսանյութում հոկտեմբեր ամսվա հրեշտակային ժամերն են, աշունը հատուկ զգայունության ժամանակաշրջանը։ Հոկտեմբերի յուրաքանչյուր անցնող օրվա հետ պատուհանից դուրս աշխարհը ավելի պայծառ է դառնում և մեզանից յուրաքանչյուրի մեջ արթնացնում է աջակցության և ջերմության հատուկ կարիք։ Նման պահերին պետք է աղոթել հրեշտակներին։ Պահապան հրեշտակների հետ շփվելը մեզ օգնում է հավատալ լավագույնին, մաքրվել բացասականից և հոգևորապես զարգանալ։ Եվ եթե անկեղծորեն դիմեք ձեր պահապան հրեշտակներին, նրանք ձեզ անպայման կաջակցեն, որովհետև որոշ հրեշտակներ, որոշ ոլորտի հրեշտակներ իրավասու չեն ձեզ ուղղակի ձեռք մեկնել, եթե դուք իրենց չեք դիմել, որովհետև մենք դիմում ենք յուրաքանչյուր հարցի համար և իհարկե այս ժամերը հստակ նշում եմ հստակ հարցի վերաբերյալ, բայց եթե դուք այս հարցերից դուրս հարցեր ունեք, ապա մեկ այլ հրեշտակ է զբաղվում այդ հարցով և դուք իրեն պետք է անպայման դիմեք, նա հենց այնպես չի գա մտնի ձեր կյանք, որովհետև դուք իր համար ոչինչ, այդ պահին բնականաբար։ Եվ քանի որ 2 օր արդեն անցել է և ընթացքում ամսվա վերջ մտքովս անցավ, բայց հետո ժամանակ չեղավ հաշվարկելու, դրա համար մնաց մի փոքր։ Դրա համար կսկսենք հոկտեմբերի 3-ից։ Այսօրը հարմար է ներքին ուժի և հուզական աջակցության խնդրանքների համար։ Եվ կարող եք դիմել ձեր պահապան հրեշտակներին, ժամերը նշում եմ սիրելիներս, Հայաստանի ժամանակով, եթե դուք ապրում եք մեկ այլ երկրում, ապա կարող եք կամ նույն ժամանակում խնդրել կամ փոխել ձեր ժամերին, երկուսն էլ կարող եք փորձել։ Ժամը 12:15-ից մինչև 13:09 րոպեն կարող եք դիմել հոգևոր աջակցության համար։ Հոկտեմբերի 4-ին ժամը 10:22-ից մինչև 11:17 րոպեն խնդրեք ամրապնդել ընտանեկան կապերը և աջակցել ձեր սիրելիին։ Հոկտեմբերի 5-ին լավ օր է հաջողություն և ոգեշնչում խնդրելու համար, հատկապես լավ է օգնություն խնդրել ստեղծագործական գաղափարները կյանքի կոչելու համար։ Կարող եք դիմել ժամը 11:24-ից մինչև 12:21 րոպեն։ Հոկտեմբերի 6-ին այսօր ժամը 9:45-ից մինչև 10:37 րոպեն մարդիկ դիմում են հրեշտակին մտքի և սրտի միջև ներդաշնակություն գտնելու և առանց վախի կարևոր որոշումներ կայացնելու համար։ Հոկտեմբերի 7-ին այսօրը բարենպաստ է նոր ծանոթություններ հաստատելու, բարեկամությունները ամրապնդելու և դաշնակիցներ գտնելու համար։ Աղոթեք ձեր հրեշտակին ժամը 13:16 րոպեից մինչև ժամը 14:12 րոպե, որպեսզի բարի և ազնիվ մարդկանց ձեր կյանք ներգրավեն։ Հոկտեմբերի 8-ին չորեքշաբթի երեկոն լավ ժամանակ է ապագայի մասին մտորելու և ծրագրեր կազմելու համար։ Ժամը 18:20-ից մինչև 19:15 րոպե կարող եք դիմել ձեր պահապան հրեշտակներին ոգեշնչման համար։ Կարող եք խնդրել, որպեսզի ոգեշնչվեք գործ անելու համար։ Հոկտեմբերի 9-ին սթրեսի, առողջության, դիմադրողականության, ֆիզիկական, նաև առողջության հետ կապված կարող եք դիմել ձեր պահապան հրեշտակներին ժամը 11:45-ից մինչև 12:38 րոպեն։ Հոկտեմբերի 10-ին ամսվա առաջին տասնօրյակի ավարտին կարող եք դիմել ձեր պահապան հրեշտակներին, որպեսզի ներքին ազատություն տա, ստեղծագործական ներուժ և որպեսզի փնտրեք, գտնեք ձեր իրական նպատակները, կամ եթե դուք չեք կարողանում կենտրոնանալ, նա ձեզ այդ կենտրոնացումը տալ, որպեսզի դուք կարողանաք գտնել, թե ինչի համար եք ապրում և ինչի եք ուզում հասնեք։ Հոկտեմբերի 11-ին ժամը 07:50-ից մինչև 08:40 րոպեն խնդրեք ձեր պահապան հրեշտակին քաջություն, նոր հնարավորությունների ուղղությամբ քայլ անելու համար։ Հոկտեմբերի 12-ին այսօրը նվիրված է բարեկամության, ընտանեկան կապերի ամրապնդմանը և նոր դաշնակիցներ գտնելուն, դրա համար անկեղծ աղոթեք ձեր պահապան հրեշտակներին, որպեսզի այն գտնեք։ Ժամը 11:27-ից մինչև 12:17 րոպեն։
Հոկտեմբերի 13-ին ժամը 13:45 րոպեից մինչև 14:40 րոպեն կարող եք աղոթել ձեր պահապան հրեշտակին, որպեսզի նա ձեզ սովորեցնի ընդունել ձեր սխալները և ուղղել դրանք առանց կորուստների։ Հոկտեմբերի 14-ին ժամը 07:20 րոպեից մինչև 08:10 րոպեն կարող եք խնդրել ձեր պահապան հրեշտակին իրականացնել նախատեսված նախագծերը, ցուցաբերել տոկունություն և ներքին մոտիվացիա առաջին դժվարությունից չհանձնվելու համար։ Հոկտեմբերի 15-ին ժամանակն է դիմել ձեր հրեշտակին մխիթարություն և լավագույնի հույս ունենալու համար։ Ժամը 13:05 րոպեից մինչև 13:50 րոպեն։ Խնդրեք ձեզ հնարավորություն տալու, որպեսզի դուք թողնեք ձեր դժգոհություններն ու անհաջողությունները, բաց թողեք ձեզանից։ Հոկտեմբերի 16-ին, հոկտեմբերի կեսերը, հաճախ ժամանակն է վերանայելու, նոր իմաստ փնտրելու և սեփական արժեքը ճանաչելու համար։ Հիանալի ժամանակ է անձնական զարգացման և ներքին վերագործարկման համար։ Դիմեք ձեր պահապան հրեշտակներին ժամը 09:12 րոպեից մինչև 10:05 րոպեն համարձակ գաղափարները հեշտությամբ կյանքի կոչելու համար։ Հոկտեմբերի 17-ին խոհեմություն և համառություն ձեռք բերելու համար ձեր անցնելու այդ ուղու ժամանակ կարող եք դիմել ձեր պահապան հրեշտակներին, որ համառ լինեք, որ փորձեք ջանքեր գործադրել։ Դիմեք ժամը 10:11 րոպեից մինչև 11:03 րոպեն։ Հոկտեմբերի 18-ին ժամը 13:10 րոպեից մինչև 14:02 րոպեն կարող եք ձեր պահապան հրեշտակից պարզապես խնդրել ներքին ներդաշնակություն։ Հոկտեմբերի 19-ին ժամանակն է մտածել ձեր առողջության, նորացված ուժերի և սիրելիների մասին։ Այսօրվա առավոտը նվիրեք ձեր հրեշտակին աղոթելուն։ Ժամը 09:16 րոպեից մինչև 10:12 րոպեն։ Հոկտեմբերի 20-ին ժամը 13:25 րոպեից մինչև 14:16 րոպեն կարող եք դիմել ձեր պահապան հրեշտակին իմաստություն, փոփոխությունից չվախենալու համար։ Հոկտեմբերի 21-ին ժամը 10:10 րոպեից մինչև 11:03 րոպեն պահապան հրեշտակին խնդրում են ազատվել հին վախերից և բացասական մտքերից։ Հոկտեմբերի 22-ին հրեշտակի հովանավորությունը օգնում է լուծել աշխատանքի, ֆինանսների և պարտքերի հետ կապված խնդիրները, եթե դիմեք պահապան հրեշտակին ժամը 12:14 րոպեից մինչև 13:05 րոպեն։ Հոկտեմբերի 23-ին ժամը 15:15 րոպեից մինչև 16:02 րոպեն հրեշտակին խնդրում են խորը, հանգիստ քուն և ուժերի վերականգնում։ Հոկտեմբերի 24-ին հրեշտակը կօգնի ձեզ ձեր նոր ցանկությունները կատարելու համար և որպեսզի ավելի վստահորեն նայեք առաջ։ Եթե նրան դիմեք ժամը 12:45 րոպեից մինչև 13:34 րոպեն։ Հոկտեմբերի 25-ին այս ժամանակը նվիրված է սիրելիների խնամքին, ընտանեկան կապերի ամրապնդմանը և սիրո խոչընդոտներից, սիրային հարաբերությունների ավելի շուտ, այդ խոչընդոտներից ազատվելու համար։ Ժամը 10:55 րոպեից մինչև 11:40 րոպեն հրեշտակից կարող եք խնդրել, որպեսզի նպաստի, երբ որ վեճեր են լինում, ապա շատ արագ հաշտվեք և վերականգնվի վստահությունը մեկը մյուսի հանդեպ։ Հոկտեմբերի 26-ին սկսեք օրը երախտագիտությամբ և գնահատեք ձեր նվաճումները, նույնիսկ ամենափոքրերը։ Ժամը 13:13 րոպեից մինչև 14:00-ին խնդրեք ձեր հրեշտակներին օգնել ձեզ գտնել առաջ շարժվելու նոր մոտիվացիան։ Հոկտեմբերի 27-ին կեսօրը հարմար է ներքին դիմադրության հետ աշխատելու և առօրյա գործերում ոգեշնչում գտնելու համար։ Ժամը 15:10 րոպեից մինչև 16:05 րոպեն խնդրեք հրեշտակին, որպեսզի հեշտացնի ձեր կենցաղային և աշխատանքային հարցերի լուծումը։ Հոկտեմբերի 28-ին ժամը 19:12 րոպեից մինչև 20:03 րոպեն դիմեք ձեր պահապան հրեշտակներին երախտագիտություն, հանգստություն
եւ որպեսզի նա ձեր սիրտը լցնի սիրով։ Հոկտեմբերի 29-ին, սիրային օր, ժամը 11:14 մինչև 12:05 րոպեն։ Ձեր հրեշտակներին դիմեք, որպեսզի նա համարձակություն ունենա սկսելու այն, ինչի մասին միասին երազել եք։ Հոկտեմբերի 30-ին ամսվա վերջում կարևոր է կարգի բերել ձեր մտքերն ու գործերը։ Այս պահին հրեշտակը հատկապես օգտակար կլինի նրանց համար, ովքեր փնտրում են հավասարակշռություն եւ ավարտ։ Դիմեք ձեր հրեշտակներին դրա համար ժամը 09:40 մինչև 10:35 րոպեն։ Հոկտեմբերի 31-ին, ինչպես յուրաքանչյուր ամիս, ժամը 18:00-ից մինչև 19:00 կարող շփվել ձեր հրեշտակի հետ, շնորհակալություն հայտնել ձեր իրենց անտեսանելի աջակցության համար եւ կիսվեք ձեր նվաճումներով եւ հաջողություններով։ Թող ձեր պահապան հրեշտակը պաշտպանի ձեզ դժվարություններից, լցնի ձեր սիրտը լույսով եւ առաջնորդի ձեզ միայն երջանկության ճանապարհով։ Հիշեք, անկեղծ լինել եւ միշտ ընտրել լույսի ճանապարհը, անտեսելով բացասականը եւ անսասանորեն հաղթահարելով դրական փոփոխությունների ճանապարհին բոլոր արկա խոչընդոտները։ Այսքանը, սիրելիներս, լավ եղեք։